Լավ, այս ամեն ինչից հետո Փաշինյանը հնարավորություն ունի հունիսի 7-ին կրկին վերընտրվելու։ Ես չգիտեմ, չեմ կարող ասել։ Դրա համար էլ ինքը ամեն կիրակի, ամեն շաբաթ մտնում է բնակիչների շրջանը, ինչ ասես որ չի անում, մենակ են բանի համար, որ իր ատորից չզրկվի։ Էսենք ընդրված, էլի մենք նույնը չենք։ Չէ, ինձ պետք չէ ինք եղնի։ Մեծ մարդ կա, որ քաղաքականությունը գիտեն, այն չէ, պետությունը, երիտասարդությունը, մանկությունը, մանուկների հարցը բոլորին լուծի։ Նպաստ տալով չէ, նպաստ երեխակ բերել փող կտա, մեզ պետք չէ այդ փողը։ Դու աշխատատեղ դուր երիտասարդություն։ Կանգնեցնեք բոլոր երիտասարդներին հարցրեք, ով աշխատատեղ ունի։ Բանակից գալիս են ոչինչ չեն անում երբ տղաները, ում է պետք։ Հայրենիքի համար թոշ եմ տալիս, բայց գալիս եմ հաց եմ փնտրում, աղբամանների կողքից անցնելով։ Եթե աննամուսի պես մեր ժողովուրդը ընտրեց, կնա ընտրվի։ Բացի Նիկոլից էս ով կուզե եղնի։ Աստված չտա, որովհետև դա հայությանը վերջնա լինելու, Աստված չտա։ Իսկ ադմինիստրատիվный ռեսուրսը, մեր պոլիցեյսկեքը, մեր ամեն ինչը չես իմանում, ոնց կարա խաղը լինի։ Չեմ կարող ասել, որովհետև մեր ժողովուրդը մի քիչ անկայուն ժողովուրդ է։ Այսօր էս ծևեր մտածում, վաղը կարող է փոխվել։